Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նորեն միացել մեզ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ հետ կլինի Լուսի Քոչարյանը, նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, ինչպես նաև live stream-ը կարող եք եւ դիտել եւ լսել մեզ, տեսագրություն, ձայնագրությունները փնտրեք այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե միացեք մեզ Facebook-յան հարթակում հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում էլի live stream-ի տարբերակով կարող եք դիտել, լսել, մեկնաբանությունները բաց են, կարող եք այնտեղ հարցեր, դիտարկումներ թողնել, կարծում եմ այսօրվա թեման կհետաքրքրի բոլորին, ծնողներին, դեռահասների հետ այսպես շփվող, առնչվող եւ նրանց խնամքով զբաղվող բոլոր մասնագետներին, մեծահասակներին, քանզի զրուցելու ենք դեռահասության տարիքի կամ դեռահասական ճարպակալման վերաբերյալ ու ընդ որում հետաքրքիր են հյուրերի մասնագիտացումները, ես հենց նոր եթերից առաջ նշում էի, որ այս տեսանկյունից, այս դիտանկյունից մենք թեման երբեք չենք քննարկել։ Ընդհանուր եւ մանկական վիրաբույժ Գարիկ Առաքելյան, ողջույն։ Բարև ձեզ։ Եվ դեռահասության մանկաբույժ Մարինա Մելքումովա, ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալություն թեման առաջարկելու համար։ Ինչպես ես արդեն նշեցի, երբ ես լսեցի վիրաբուժություն, մանկական վիրաբուժություն եւ դեռահասական ճարպակալում, առաջին այսպես հետաքրքրությունը դեռահասներ եւ փաստորեն վիրաբուժական միջամտություն դեռահասության ճարպակալման արդյոք այսպիսի բան լինում է, որովհետև սովորաբար չափահաս տարիքի տարբեր մեթոդների մասին ենք մենք խոսում, հանրությունն էլ այսպես բարիատրիկ վիրաբուժություն եւ այլ միջամտություններ, բայց մեծերի համար։ Նախքան վիրաբուժության հասնելը փորձենք հասկանալ, որքանով է այսօր արդիական հենց դեռահասական տարիքի ճարպակալում, արդյոք մենք այնքան խնդիրներ այստեղ ունենք, մասնավորապես Հայաստանում, որ պետք է քննարկել, պետք է բացել թեման եւ այսպես իրազեկում ապահովել։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, մենք էլ հերոտ չենք եւ հետ չենք մնում այդ խնդիրներից եւ եթե տարիներ շարունակ մենք մտածում ենք, որ մեր մոտ ավելի շատ հանդիպում է թեր սնուցումը, թեր քաշությունը, ապա այսօր մենք ունենք ավելորդ քաշ եւ ճարպակալում եւ վերջի հետազոտությունը, որը մենք իրականացնում ենք, դա դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտություն, որը 4 տարին մեկ է իրականացվում, 21-22 թվի տվյալներով ցույց տվեց, որ 15 տարեկան աղջիկների 12%, տղաների 25% ունեն ավելորդ քաշ ներառյալ ճարպակալում։ Սա բավական բարձր թիվ է եւ մենք հենց այս պահին իրականացնում ենք 26 թվականի հետազոտությունը, որի տվյալները հուսով եմ մյուս տարի մենք կունենանք եւ մտավախություն կա, որ կլինեն ավելի բարձր, որովհետեւ որպես մանկաբույժ դեռահասային բժիշկ ես դա տեսնում եմ ամեն օր մեր պրակտիկայում, մեր առօրյայում եւ դուք էլ երևի կնկատեք, որ փողոցում, դպրոցներում ավելի շատ հիմա տեսնում ենք երեխաներին եւ դեռահասներին ավելորդ քաշով եւ ճարպակալումով, քան թե դա եղել է 10-20 տարի առաջ։ Եվ նշեմ ավելին 20 տարի առաջ, եթե այսպես լավ հետ գնանք, ամբողջ դասարանում 1 կամ 2 ու իրենք շատ տարբերվում էին, աչքի էին ընկնում դասական չափերի, սովորական չափերի երեխաներից ու կարծեմ սա բուլինգի առիթել է շատ պիտակավորման եւ այլն հիմա իսկապես հիմա դասարանի 1/3-ը օրինակ այդ ձեր նշած թվերն էլ փաստորեն համընկնում են, ուղղակի մեզ միշտ թվում է, որ դե մենք սովորական քաղաքացիներ ենք եւ մեր աչքը զարնում է, իրականում մասնագետի ասածը շատ ավելի արժեքավոր է ու ավելի հավաստի։ Կարող եք ձեր դիտարկումներով կիսվել պատճառների մասին։ Պետք է չէ լինեն ի վերջո մի շարք ռիսկի պատճառներ։ Իհարկե պատճառները շատ են, իրականում եկեք տանք սահմանումը ինչ է ճարպակալումը։ Երևի թե պետք է դրանից սկսենք, որովհետև շատ դեպքերում այդ ավելորդ քաշը ճարպակալումը ավելի շատ դիտարկվում է որպես կոսմետիկ խնդիր, էսթետիկ խնդիր։ Դե մի քիչ գերա, մի քիչ պետք է նիհարի, բայց իրականում ճարպակալումը դա պրոգրեսիվող, ռեցիդիվող քրոնիկ հիվանդություն է, որը բազմագործոնային է եւ այդ գործոնները շատ են։
դա եւ անձնական գործոններն են, եւ միջավայրային գործոնները, եւ ժառանգական գործոնները, եւ սոցիալականը, եւ հոգեբանականը, ինչու՞ չէ։ Եվ եթե վերցնենք իրականում այդ զուտ առողջական խնդիրներ, իհարկե դրանք են մտնում, եթե երեխան ունի որևէ քրոնիկ խնդիր կամ ունի էնդոկրին որևէ խանգարում, դա էլ կարող է իր հերթին բերել, բայց այդ ճարպակալմանը, բայց իրականում նման դեպքերը շատ ավելի քիչ են, քան հենց ոչ առողջ սննդակարգ պահպանող, ոչ ճիշտ սննդակարգ, ֆիզիկական ցածր ակտիվություն եւ այդ միջավայրային գործոնները իր հետ ավելի շատ դրանից է լինում։ Միջավայրային գործոնները ասելով ի նկատի ունենք այն, ինչ որ այսօր մեզ հետ է եւ մենք էլ այդ ամենին տեսնում ենք դպրոցների շուրջը տարբեր տեսակի սրճարաններ, խանութներ, սրճարանը չարած փոքրագույնն է, բայց fast food-ի նո այդ fast food-ով սրճարան, ընդ որում չվերահսկվող, անհայտ եւ կասկածելի ծագման ձեթեր օգտագործվող, շատ ահռելի քանակի, չվերահսկվող։ Այո, սանիտարահիգիենայով Այդ իր հերթին սոցիալական գովազդը, սոցիալական մեդիա, եթե ուշադրություն դարձնենք ոչ միայն հեռուստատեսությամբ, նաև երեխաների մեծ մասը սոցցանցերում են։ Սոցցանցերում երբ բացում ես անընդհատ գալիս է ինչ որ մի հատ կամ fast food-ի ռեկլամա, կամ մի հատ ինչ որ քաղցրավենիքի գովազդ, կամ ու այդ ամեն ինչը նաև այնպես է պատրաստված, որ երբ որ դու դա նայում ես կոմոդ բարձր տրամադրություն առաջանում, լավ տրամադրություն։ Պետք է ապահովեն, որ աստի գովազդի։ Այո, ու այդ ամեն ինչը իր հերթին, հատկապես դեռահասային տարիքում, չնայած ինչի՞ չէ նաև փոքր տարիքի երեխաներից էլ սկսած, դա ազդում է։ Եվ ծնողը շատ դեպքերում պարզապես գնում է կամ դեռահասը արդեն ստիպված է լինում դա առնել, որովհետև նաև դա արդեն շփման համարել է պետք։ Եթե բոլորը գնում են այդ նույն fast food կետը կամ սրճարանը կամ պիցցայի որևէ տեղը, բնականաբար ինքն էլ պետք է իրանց հետ գնա, որովհետև արդեն դա նաև խմբային վարքագիծ է ձևավորվում, եթե բոլորը մշակութային ինչ որ մշակութային, խմբային, այդ դեռահասներին բնորոշ այդ պահվածքը, որ եթե խումբը անում է, ես էլ պետք է անեմ, ես չպիտի հետ ընկնեմ։ Այսինքն, եթե վերցնենք, տեսեք, ինչքան շատ գործոներ են դրա մեջ ներառված եւ իհարկե գիտելիքի բացակայություն, գիտելիքի պակաս։ Ուսային դեպքում, որ այսպիսի հաղորդումներ սոցմեդիայով, ես գիտեմ կոնկրետ բժիշկը, վիրաբույժը շատ ակտիվ է եւ գրագետ ինֆորմացիան ապահովում է, կա էլի այսօր այնպես չի, որ մենք կտրված ենք աշխարհից, ԱՀԿ-ից, վերջին նորություններից եւ քարոզներից, բայց արի ուտես, որ խնդիրը ոչ միայն մնում է, այլ նաեւ աճում է։ Մի այսպիսի հարց կուզեմ ուղղել, երկուսիդ կարծիքն էլ լսենք, ինչու են հաճախ ասում բժիշկները, որ դեռահասության տարիքի կամ մանկական կամ դեռահասական տարիքի զարգացող աճող ճարպակալում էլ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ չափահասության, օրինակ, չգիտեմ, 25 կամ 30 տարեկանում նոր սկսվող ավելորդ քաշից ու ճարպակալումից։ Ինչու հենց այս տարիքայդ, ինչ է կատարվում, որ վտանգները մեծանում են։ Միգուցե դուք սկսեք այս դեպքում։ Շնորհակալ եմ հնարավորության համար, շնորհակալություն այս թեմային անդրադառնալու, որովհետև բավականին ակտուալ թեմա է։ Նաև վիրաբուժության, մանկական վիրաբուժության առումով, քանի որ դեռահասները դեռ մանկության շրջանում են, ձեր հարցին անդրադառնալով մենք գիտենք, որ ճարպակալումը ինքնին առանձին հիվանդություն չէ, այլ հիվանդությունների մի խումբ, սիմպտոմակոմպլեքս, մի քանի հիվանդությունների ամբողջություն նույն այդ պացիենտի մեջ, երբ որ մենք ունենք երկհաշ մորբիդ ճարպակալում, այսինքն պաթոլոգիկ ճարպակալում, պացիենտը ամենատարածված այն խնդիրները, որ ունենում են հավանականությունը, որ կա, շաքարային դիաբետներ, զարկերակային հիպերտենզիան, տղա դեռահասների մոտ ուրոլոգիական խնդիրներ, աղջիկների մոտ գինեկոլոգիական խնդիրներ, հոգեբանական խնդիրներ, էնդոկրին խնդիրներ, առանձին չանդրադառնալով, երբ որ մենք ունենք այդպիսի մի հիվանդությունների փունջ պացիենտի մեջ,
մենք պետք է հենց խնդիրը կանխարգել ենք եւ լուծենք դեռահասության շրջանից, երբ որ պացիենտը արդեն մուտք գործի չափահասության շրջան, այդ հիվանդությունները լինեն կոմպենսացված կամ ռիսկը մինիմալ հասցված, որ մենք չափահասության շրջանում գոնե ունենանք առողջ օրգանիզմ։ Դեռահասության առանձնահատկությունը դա է։ Հասցնել մինչև օրինակ պայմանական չափահասությունը դուք ինչ կավելացնեք։ Ես կավելացնեմ, որ համաձայն եմ բժշկի ասացի հետ, իրականում տեսեք կա նաև այսպիսի մի տվյալ, որ դեռահասային տարիքում ձեռք բերված վարքագիծը նպաստում է մեծահասակ կյանքում վահաժամ մահացությունների 70%-ի։ Այսինքն այն ինչ որ ինքը ձեռք բերեց դեռահասային տարիքում, ոչ միայն ավելորդ քաշ ճարպակալում, նույն ծխախոտի մասին կարող ենք ասել, նույն այլ սովորությունների մասին, իրանք բերելու են այդ վահաժամ մահացությանը մեծահասակ կյանքում։ Այսինքն մենք չենք ունենա արդյունավետ մեծահասակ, մենք ունենալու ենք մեծահասակ, որը հիվանդ է եւ նաեւ ծախսերի տեսանկյունից առողջապահական համակարգի տեսանկյունից ավելի շատ է ծախսվելու այդ հիվանդին վերականգնելու, բուժելու, ապաքինելու, քան թե մենք ունենանք առողջ դեռահաս եւ մի այլ տվյալ էլ կա, եթե ֆինանսապես, այսինքն եթե ներդրում է կատարվում դեռահասային տարիքում, մենք ունենում ենք եռակի դիվիդենդ, մենք ունենում ենք առողջ դեռահաս այսօր, մենք ունենում ենք առողջ դեռահաս եւ առողջ մեծահասակ ապագայում եւ կունենանք առողջ հաջորդ սերունդ երեխա եւ դեռահաս։ Այսինքն հիմնական նպատակը, եթե այս դեռահասային տարիքում զինենք գիտելիքներով, ապահովենք համապատասխան ծառայություն, մենք ունենանք եւ մեծահասակ եւ հաջորդ առողջ սերունդ։ Դրա համար իմաստ ունի կենտրոնացնել մեր սևեռել ուշադրությունը հենց դեռահասության տարիքում ավելորդ քաշի ու ճարպակալման վրա։ Մի այսպիսի հարց է դեպքում, երեխան կարող է լինել թմբլիկ, ոչ շատ ակնբախ ավելորդ քաշով, արդյոք պետք է նոր սկսվող ավելորդ քաշի դեպքում սկսել անհանգստանալ։ Հիմա ուզում եմ մենք գրավենք այն մամա-պապաների ուշադրությունը, ում երեխաները այդպես նիհար ու սովորական քաշի չեն, բայց դժվար է նրանց ասել, որ շատ գեր երեխա է։ Երբ լարել ուշադրությունը։ Դեռահասության շրջանում, պատանեկան շրջանում այդ ուշադրությունը նախ նշեմ, որ գերքաշը միանգամից չի լինում, դա ամիսների, տարիների ժառանգականության իր գործոնի ազդեցության հետևանքով նախ լինում է հավելյալ քաշ եւ ճարպակալում։ Մեր այս նպատակը հենց լուսավորչական աշխատանքը ծնողներին, որ չթողնեն նախ հասնի հավելյալ քաշի, հետո նոր գնա ճարպակալման, այդ ամբողջը մենք գիտակցելով, նաև խորհուրդները տալով դեռահասության շրջանում ծնողներին շատ մեծ կարևոր նշանակություն ունի հենց առաջնային օղակը, պոլիկլինիկային ծառայությունը, հաջորդը եթե չի կառավարվում խնդիրը, արդեն նեղ մասնագիտական ստացիոնար հիվանդանոցային պայմաններում, նշեմ, որ այս խնդրի կանխարգելման բուժման համար աշխատում է ոչ միայն մեկ բժիշկ, այլ բժիշկների թիմ, դա մուլտիդիսցիպլինար բժիշկների թիմն է, միշտ մասնագիտական, որովհետև դոկտորը նշեց, որ խնդիրը կարող է ունենալ տարբեր պատճառներ, ճարպակալումը, մի դեպքում ալիմենտար, մյուս դեպքում գենետիկ, մյուս դեպքում որևէ հիվանդության պատճառ, եւ մենք այս թիմով պետք է որոշում կայացնենք խնդիրը ինչումն է եւ համապատասխան մասնագետը մի փոքր ավելի շատ, մի փոքր ավելի քիչ եւ ամբողջ թիմը անկրկունդ զբաղվի այդ պացիենտի բուժման հարցով։ Արդյոք այստեղ շատ հիմնարար դեր ունի ինչն է պատճառը։ Չի լինում, որ դուք աշխատեք արդեն ձևավորված իրավիճակի փաստի հետ եւ էլ կարեւորել չի, որտեղից է սկսվել։ Թե այնուամենայնիվ պետք է փորել հասնել սկզբին։ Կարևորը հենց պատճառը հասկանալն է։ Երբ որ մենք հասկանանք պատճառը ճարպակալման, այսինքն մեր բժիշկների քննարկման պացիենտակենտրոն ունենալով պացիենտ, որը ունի ճարպակալում, մենք հենց պետք է հասկանանք ճարպակալման պատճառը։ Որոշ դեպքերում դա լինում է, նշեցի, ալիմենտար, մի դեպքում գենետիկ, երբ որ մենք հենց զգում ենք, տեսնում ենք պատճառը, թիրախային աշխատելով պացիենտի հետ իր քաշը ճիշտ գրագետ ապացուցողական բժշկության ճանապարհով կարգավորում ենք։
Մի այսպիսի հարց ՄԶԻ-ն, մարմնի զանգվածային ինդեքսը դեռ արդիական է մնում, սրանով դեռ կարելի է չափել ուր է հասել քաշը։ Այո։ Եվ ներողություն մի շատ կարևոր նույն ՄԶԻ-ն, մարմնի զանգվածի ինդեքսը կետլեի ցուցանիշը, դեռահասության տարիքում դրանք դա ունի երկրորդային նշանակություն։ Մենք դոկտորը կնշի, որ քաշը գնահատում ենք մանկաբուժության մեջ արկա պերցենտիլային աղյուսակների միջոցով, այսինքն երեխան ունի գերքաշ, ունի ճարպակալում, ինչ աստիճանի ճարպակալում, յուրաքանչյուր սեռին տարիքին համապատասխան տվյալ ժամանակամիջոցի հետ հաշված։ Մեծահասակների շրջանում այո, դա իդեալական է եւ առաջարկվել է 1800-ական թվականներից եւ մինչեւ այժմ էլ գործում է։ Ավելացնեմ, որ այո, այդ նույն ՄԶԻ կամ ՄԶՑ-ի ցուցանիշի հիման վրա են այդ պերցենտիլները եւ երեխաների մոտ այո մենք էլ այդ թիվը ստանում ենք, բայց թիվը դնում ենք այդ պերցենտիլային ահյուսակների վրա եւ տեսնում ենք որ տարիքի համար այդ թիվը կարող է լինել նորմալ, որ տարիքի համար ինքը կարող է լինել ավելորդ քաշ կամ ճարպակալում, այսինքն դա դեռ օգտագործվում է, բայց իհարկե դրա հետ մեկտեղ նաև գոտկատեղի չափումներն են արվում, դրանով էլ մենք կարող ենք հասկանալ այդ ճարպակալման աստիճան։ Կոնկրետ սանտիմետրեր, ինչ-որ պրոպորցիաներ, այո, դա էլ է ավելի ճանաչելի բառով։ Բժիշկ, որպես վիրաբույժ, ինչ կասեք հենց վիրաբուժական միջամտությունների մասին։ Սա մի փոքր կարող է զարմանալի թվալ ունկնդիրների եւ նույնիսկ ինձ համար, որովհետեւ տարբեր վիրահատություններ միշտ ասում են սպասեք չափահասության տարիք, որովհետեւ փոփոխություններ դեռ շատ են գրանցվելու, օրգանիզմը աճի մեջ է, սպասենք մինչև հասունանա նոր հասկանանք ինչ միջամտություն է պետք։ Այս դեպքում ինչ ռազմավարություն կա։ Դեռահասության շրջանում այո, ճարպակալման, բուժման մեթոդներից, ուղղություններից գոյություն ունի Եվրոպական ասոցիացիան ամերիկյան դեռ 2012 թվականներից ուղեցույցներում լույս է տեսել, որ մորբիդ ճարպակալումը կարելի է կառավարել նաև բարիատրիկ վիրաբուժությամբ, քաշի կառավարման վիրաբուժական միջամտությամբ։ Եվ դա ապացուցված է, ինչ վերաբերվում է, կիրառվում է, թե ոչ, այո, նշեցի, որ ապացուցված է եւ ունի բավական մեծ էֆեկտիվություն, սակայն պետք է պացիենտը գնահատվի թիմի բոլոր բժիշկների կողմից, դա կընդգրկում է մանկաբույժ, հոգեբան, էնդոկրինոլոգ, գինեկոլոգ, ուրոլոգ եւ միաժամանակ գնահատվի, երբ որ չկա բուժման այլ տարբերակ եւ նշեմ, երբ որ գնահատվում է մի վիճակագրական տվյալ կա, շատ քիչ է նախ կիրառվում դեռահասության շրջանում բարիատրիկ վիրահատական միջամտությունը քաշի կառավարման համար, բայց կիրառվում է, երբ որ դիտարկվում է 100 պացիենտ մորբիդ ճարպակալման, պաթոլոգիկ ճարպակալման, պետք է իմանալ, որ դրանցից մաքսիմում 4-ը կարող են ունենալ քաշի կառավարման վիրաբուժական ճանապարհ։ Փոքր թվի հետ շատ փոքր թիվ, որովհետև ունենք պացիենտներ, որոնց քաշի կառավարումը կոնսերվատիվ ճանապարհով, այսինքն թերապևտիկ ճանապարհով ոչ վիրատական չեն ենթարկվում եւ նման պացիենտները պետք է գնահատվեն եւ ճիշտ որոշում կայացվի վիրատական միջամտության համար։ Միայն բարիատրիկ վիրաբուժությունն է այստեղ կիրառելի եւ գործարկվում։ Այո, քաշի կառավարման վիրաբուժական ճանապարհը դա հենց բարիատրիկ վիրաբուժությունն է։ Սա ես ուզում եմ նշենք, որովհետև հիմա շատ տարբեր պլաստիկ վիրահատական միջամտություններ կան, որոնք կոսմետիկ ավելի ուղղվածություն ունեն։ Ես ուզում եմ մենք հստակ ֆիքսենք, որ սա բուժական նպատակով է եւ չի արվում օրինակ ավելի նեղ իրան կամ փոքր ազդրեր ունենալու համար։ Սա շատ շփոթեցնող է, մի քիչ մարքեթինգն էլ է այստեղ։ Ավելացնեմ, որ մենք վերականգնում ենք ոչ թե գեղեցկությունը, չնայած մեր գործողության արդյունքում գեղեցկությունն էլ վերականգնվում է, բայց դա ունի երկրորդային նշանակություն։ Մենք չենք շեշտադրում վերականգնել պացիենտի արտաքին տեսքը, չնայած շատ հաճախ մեզ հենց առաջնային դիմում են վիրաբույժներից, որ ցանկանում են շատ արագ քաշ կորցնել, գեղեցկանալ, բայց մենք այդ հարցով չենք զբաղվում, մենք վերադարձնում ենք ֆիզիկական առողջությունը։ Իսկ դա ինքնուրույն երկրորդային ձևով, երբ որ ֆիզիկական առողջությունը վերականգնվում է, գեղեցկությունն էլ միաժամանակ վերականգնվում է։
Եթե պացիենտը արդեն ունի գերքաշ եւ ճարպակալման օրինակ վերջին աստիճաններ ու չի ստացվում այլ ճանապարհներով նրան կարգավորել, կառավարել այս խնդիրը, ասացիք, որ 100-ից 4-ի մոտ է մոտավորապես լինում։ Կարող ենք այստեղ արդյունավետության ինչ-որ տոկոս նշել, այ օրինակ արվեց։ Ինչ է սպասվում այդ դեռահասին։ Արդյոք ռիսկեր կան, որ վերադառնա այդ նույն խնդիրը, արդյոք նրա մնացյալ առողջությունը չի վնասվում, լրացուցիչ, ինչ կասեք, միգուցե ձեզ լսենք այս դեպքում։ Շատ շնորհակալություն հարցի համար։ Այո, բժիշկը ինչպես նշեց, երբ որ արդեն հասնում է նրան, որ ինքը ծանր ճարպակալում ունի եւ մենք ունենք լուրջ առողջական խնդիրներ, խորհուրդ է տրվում վիրահատությունը։ Նաեւ հաշվի ենք առնում փորձերը, որովհետև շատ դեպքերում լինում են բազմակի փորձեր, երբ որ փորձում են նվազեցնել քաշը եւ դա չի ստացվում։ Դա էլ է ցուցանիշ, որ արդեն ուրիշ տարբերակ չունենք եւ արդեն նախապատրաստվում է հիվանդը վիրահատության։ Այդ նախապատրաստական ընթացքում էլ ամբողջ թիմով, որը մեր մոդել մեր հիվանդանոցում գործում է, ամբողջ թիմով գնահատվում է, պացիենտը գնում է վիրահատության։ Դոկտորը կպատմի իր կողմից կատարված դեպքերի մասին, որի արդյունքը դրական էր, մենք ունեցել ենք իրոք քաշի նվազում, որը որ դեռ պահպանվում է։ Իհարկե ռիսկերը կան, ինչպես որ ցանկացած վիրահատության ժամանակ, ցանկացած միջամտության ժամանակ, բայց այդ ռիսկերը միշտ գնահատվում են եւ դա էլ հաշվի առնվում, որ պացիենտին վերցնել հենց այս պահին, ում դեռ սպասել, փորձել թերապևտիկ դեռ միջոցներով կամ միգուցե բուժել հիմնական այն խնդիրը, որը այս պահին կա, օրինակ նույն բարձր ճնշումը մի քիչ կարգավորել, նոր վերցնել։ Արդյունքների մասին կուզենայի, որ դոկտորը պատմեր իր փորձից։ Այո, ձեր դրական փորձառությամբ խնդրում եմ կիսվեք, ուսադրվենք։ Այք վիրահատության ինչպես նախավիրահատական, այնպես էլ հետվիրահատական շրջանում նույնպես ամբողջ ճարպակալմամբ զբաղվող ամբողջ թիմը աշխատում է, այդտեղ գաստրոենտերոլոգ, հոգեբան, էնդոկրինոլոգ, որովհետև այնպես չի, որ վիրահատությունը արեցինք եւ պացիենտին ստեսություն ասելով, ասում ենք վերջ, քո ամբողջ խնդիրները լուծվեց։ Ոչ, դրանից հետո էլ կարող են առաջանալ խնդիրներ եւ կան դեպքեր, ինչպես չափահասների, այնպես էլ դեռահասների շրջանում քաշի ավելացում։ Նախ պացիենտը պետք է հասկանա հոգեբանի աշխատանքի արդյունքում հասկանա ինքը պատրաստ է դրան, ինքը պատրաստ է մարմնի փոփոխության, պատրաստ է քաշի արագ անկման, որովհետև նշեցի դա բավական արդյունավետ ապացուցված թե պրակտիկայով, թե տարբեր մասնագետների կողմից եւ առօրյա կյանքում տեսանելի շատ արդյունավետ մեթոդ է բարիատրիկ վիրահատական միջամտությունը քաշի կառավարման, բայց մենք ձգտում ենք գտնել այն ճանապարհը միջև բարիատրիկ վիրաբուժական միջամտության հասնելու պացիենտի ինքնուրույն մասնագետների կողմից քաշի իջեցման այլ թերապևտիկ մեթոդներ, որտեղ մենք գիտենք վիրաբուժությունը ինքը կարող է ունենալ բարդություններ, նշեմ նաև այդ դեպքերում նաև երբեմն շատ ծանր բարդություններ մենք ունենք փորձը եւ թերապևտիկ վարման, երբ որ պացիենտին այդպես ասած թերապևտիկ թիմի կողմից վարման արդյունքում ունենք քաշի զգալի անկում, պացիենտի տրամադրության փոփոխություն, քանի որ ինքը առաջնայինորեն դիմել էր վիրահատական միջամտության համար, իսկ հիմա մեծ սիրով համաձայնվել է քաշի իջեցնել թերապևտիկ ճանապարհով եւ ունենք փորձ պացիենտների, որոնք որ վիրահատվել են մորբիդ ճարպակալման, առողջական ուղեկցող խնդիրների կապակցությամբ, ունենալով զարկերակային հիպերտենսիա, ինսուլին ռեզիստենտականություն եւ ներկայումս բավական երկար դիտարկման, բավական երկար չէ, նույնիսկ միջին դիտարկման, որտեղ արդյունքները մինիմալ ժամկետները պետք է վիրահատությանից հետո գնահատվեն մինիմումը 5 տարի անց, որովհետև կարող է այս շրջանում քաշի նույնպես ավելացում լինել կամ հիվանդությունների կոմպենսացիա չլինել,
Ես այդ միջամտություններից մոտավորապես 2.5 տարի է անցել եւ ունենք դրական արդյունքներ հիվանդությունների կոմպենսացիայի, ինչպես նաեւ քաշի շարունակվող անկմամբ, չնայած վերադարձել են գրեթե իրենց իդեալական քաշին եւ հաղթահարում են չափահասության շեմը, չունենալով ուղեկցող խնդիրներ, որոնք հետագայում կբարդացնեին առկա խնդիրները կամ ավելի կծանրացնեին։ Պրակտիկան եւ մենք ենք գող եւ պացիենտները, մենք բժիշկներս, որովհետեւ մենք վիզուալ մեր աչքի առաջ տեսնում ենք այն դրական արդյունքը, որը որ մենք սպասում ենք եւ պացիենտները, որ բավարարված են Եվ նշեմ, որ օրինակ պացիենտը ունենալով նման դեպքում լինում է երկրորդ տիպի շաքարային դիաբետ եւ երկարաժամկետ հսկողություն էնդոկրինոլոգի կողմից, երկարաժամկետ դեղորայքների ընդունում եւ ներկայումս չկա։ Պատկերացրեք դա եւ ֆինանսական բեռի եւ հոգեբանական աջակցության եւ ամբողջ մարդու կյանքի որակ եւ բացվում է մի նոր աշխարհ, որ նաեւ հոգեբանորեն պետք է պատրաստ լինի այդ նոր աշխարհում։ Ձեր վիճակագրությունը ինչ է ցույց տալիս, ավելի շատ այնուամենայնիվ իքական թե արական սեռի դեռահասներ ունեն այս խնդիրները, ովքեր հասնում են վիրահատության, այստեղ կա տարբերություն թե ես անձամբ պացիենտների անձնական դիտարկմամբ ավելի շատ իքական սեռի դեռահասներն են, նախ այն մոտիվացիա, որ ցկտում են ունենալ շատ գեղեցիկ տեսք Եվ այո, այդ ճնշումը մեր երկրում քանի որ դոկտոր ավելի շատ է աշխատում եւ ավելի շատ պացիենտներ է դիտարկում, որտեղ պացիենտների դիտարկումը վիրաբույժը դիտարկում է, երբ որ վիրաբույժի կարիքը արդեն լինում է, մեզ հրավիրում են, բայց դոկտորը առօրյա աշխատանքում ավելի շատ է դիտարկում, մինչեւ դեռահասություն, նաեւ դեռահասության շրջանում վիճակագրությունը ավելի հավաստի Ավելի շատ նշեցիք, որ ավելի շատ տղաներն ունեն այս խնդիրը ու ուրոլոգիական ու վերարտադրողական խնդիրների վրա ազդեցությունն այստեղ ավելի շատ է ու զարմանալի է, որ այնուամենայնիվ աղջիկներն են ավելի շատ վիրահատության գնում։ Որովհետև այդ ճնշումը, այդ ազդեցությունը, այդ մտածելակերպը, նաև ստեղ շատ հետաքրքիր է, մենք խոսեցինք դեռահասների մասին, բայց մենք ունենք նաև մանկական ճարպակալման թվերը, որը եւս փաստում են, որ տղաների մոտ ավելի շատ է 30% տղաների, 25% աղջիկների։ Եվ ստեղ ուրիշ բան էլ կա, որ շատ դեպքերում այդ ծնողների կողմից դա չի դիտարկվում որպես խնդիր։ Միաժամանակ ծնողների հարցումն էլ արված եղել եւ այդ 30%-ի պարագայում ընդհանրապես ծնողների 10%-ն է նշել, որ այո, իմ երեխան ունի ավելորդ քաշ կամ քաշի հետ խնդիրներ։ Ու ես անհանգստանում եմ։ Այո, այսինքն դա անցալվում է շատ դեպքերում որպես լավ նայած, լավ կերած խմած, լավ պահած, այո, կամ նույն այդ երբ որ նորից վերադառնանք ինչից է պատճառը, ընտանիքում այդ սննդային սովորությունները կեր մինչև վերջ հացով կեր քնելուց առաջ կեր ափսեն պետք է մաքուր լինի որ կինդ ամուսինդ գեղեցիկ լինի դա էլ է մինչև հիմա շատ ես լսում ծնողներից ֆանտաստիկային հասանք արդեն բայց դա գործում ցավոք սրտի դա կա դա դեռ կա եւ դա էլ է պատճառներից մեկը Եթե ընտանիքը չի փոխի իր սննդային վարքագիծը, եթե այդ չափաբաժինը չփոխի, իսկ շատ դեպքերում էլի գալիս են երեխան քիչ հաուտում, ափսեի կեսը թողնում է, երբ որ խնդրում ես նկարել այդ ափսեն ու հարկել, հասկանում ես, որ դու այդ ափսեի 1/3-ն էլ չես ուտել։ Կարող ուտել, ահա։ Դրա համար մենք ստանում ենք այն, ինչ որ ստանում ենք ցավոք սրտի եւ գնալով դա շարունակվում է Իհարկե ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում։ Դա ամբողջ աշխարհի մասշտաբով դա կարելի ասել պանդեմիան է, որովհետև բոլոր երկրներում, եթե 90 թվականներից վերցնենք, քարապատիկ է դարձել դեռահասների ճարպակալումը 90 թվականից առ այսօր։ Նաև նստակյաց կյանք եկեք ընդունենք, որ շատ ավելի շատ է այսօր, բակերում խաղացողները քիչ են, էկրանի առաջ նստած երևի սկսած 2 տարեկանից ես նկատում եմ, որ նույնիսկ ֆուդկորտերում
խանութներում, մոլերում նստած են էկրանի առաջ ու տանն էլ նույնը։ Ինչքան նստած են, այնքան քիչ են շարժվում հետևաբար։ Էկրանի առաջ էլ սնվում են, առանց այդպես սննդային ճիշտ վարքագիծ յուրացնելու ունենք այս խնդիրները ցավոք սրտի։ 25% ամերիկյան բնակության նշվում է, որ դեռահասության ունի ճարպակություն, դա բավական մեծ թիվ է։ Այնտեղ շատ վատ վիճակ է։ Հուսանք մեզ մոտ դեռ հուսադրող է եւ ձեզպես մասնագետների ու իրազեկման արդյունքում մենք ունենանք ուշադրություն այս կետի, այս թեմայի վրա։ Շնորհակալություն, կարող ենք եւս 1 ժամ այս մասին խոսել, բայց սահմանափակ է ժամանակը, զրուցեցինք ընդհանուր եւ մանկական վիրաբույժ Գարիկ Առաքելյանի եւ դեռահասության մանկաբույժ Մարինա Մելքումովայի հետ։ Ուշադիր եղեք ձեր դեռահասների քաշի սննդային վարքագծի նկատմամբ ու ժամանակին դիմեք մասնագետներին։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։